Դեռ չծնված աղջիկը։ Բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Երբ թագավորի տղայի ամուսնանալու ժամանակը եկավ, նա մի աղբյուր սարքեց իր պալատի դիմաց։ Այդ աղբյուրից մեղր ու կարագ էր հոսում։ Տերության 4 կողմերից ջահել աղջիկներ էին գալիս այստեղ և մեղր ու կարագ լցնում իրենց համար։ Թագավորի տղան էլ լուսամուտից դիտում էր նրանց։ Նա ուզում էր ընտրել ամենագեղեցիկ աղջկան և ամուսնանալ նրա հետ։ Մի օր աղբյուր եկավ մի կռացած տատիկ։ Նա նախ լցրեց իր փոքրիկ սափորները, հետո էլ ձվի կճեպների մեջ մեղր ու յուղ ածեց։ Թագավորի տղան հեռվից նշան բռնեց և ջարդեց կճեպները։ Տատիկը շուռ եկավ, նայեց թագավորի տղային, մի քիչ միտք արեց ու ասաց. «Իմացած եղիր, տղաս, որ դու չծնված աղջկա հետ ես ամուսնանալու»։ «Իսկ որտեղից կգտնեմ այդպիսի աղջիկ, տատի»։ հարցրեց թագավորի տղան։ «Չգիտեմ», պատասխանեց տատիկն ու գնաց։ Անցան տարիներ։ Թագավորի տղան ոչ մի կերպ չէր կարողանում իրեն հարմար հարսնացուճ արել։ Աղբյուր եկած ոչ մի աղջկա էլ չէր հավանում նա։ Մի օր նա ասաց իր մայրիկին. «Հասկացա, որ ես պետք է չծնված աղջկա հետ ամուսնանամ, ինչպես գուշակեց պառավը, բայց որտեղ կարող եմ այդպիսի աղջիկ գտնել»։ «Արևին հարցրու, տղաս», պատասխանեց մայրը։ Արևը ծագում է բարձր երկնքում և ամեն ինչ տեսնում է։ Նա կիմանա, թե որտեղ կարելի է չծնված աղջիկ գտնել։ Թագավորի տղան գնաց արևին փնտրելու։ Գնաց, շատ դաշտեր, գետեր ու լեռներ անցավ, բայց արևի պալատները չկային։ Այն ժամանակ նա բարձրացավ ամենաբարձր լեռան գագաթը։ Այստեղ հանդիպեց մի հովվի և ասաց. «Բարի օր, պապի, գիտես որտեղ է ապրում արևը»։ «Ինչիդ է պետք, որդի»։ «Ուզում եմ իրենից հարցնել, թե որտեղ կարող եմ չծնված աղջիկ գտնել, որպեսզի ամուսնանամ հետը»։ Ծերունին ցույց տվեց դեպի արևելք և ասաց. «Տեսնու՞մ ես դիմացի 3 լեռները, որ շարված են կողք կողքի։ Այդ 3 լեռը որ անցնես, քո դեմ դուրս կգա մի հսկայական ոսկե դուռ։ Այդ դռնից այն կողմ անծայրածիր մի պարտեզ կա։ Արևն այդտեղ է ապրում։ Սպասիր, որ լեռներում մութն իջնի և հենց որ պարտեզում լույսերը վառվեն, ծեծիր դուռը»։ Նորից ճամփա ընկավ թագավորի տղան։ Գնաց, անցավ առաջին լեռը, հետո երկրորդը, երրորդը, մինչև հասավ հրաշք պարտեզին, սպիտակ քարե պարիսպներով ու հսկայական ոսկե դռնով։ Շուտով մութն էլ ընկավ, իսկ պարտեզում արևի պալատի պատուհաններին վառ առկայծեցին լույսերը։ Թագավորի տղան ծեծեց դուռը։ Դուրս եկավ արևի մայրը ու հարցրեց. «Ինչ ես փնտրում, տղաս»։ «Եկել եմ արևից հարցնեմ, թե որտեղ կարող եմ չծնված աղջիկ գտնել, որպեսզի ամուսնանամ նրա հետ»։ Արևի մայրը պատասխանեց. «Արևը հիմա հոգնած ու բարկացած է, բայց ես քեզ կասեմ, թե ինչպես կարող ես քո որոնածը գտնել»։ Նա 3 հատ խնձոր պոկեց և ասաց. «Վերցրու այս խնձորները, երբ ջուր գտնես, սրանցից մեկը կտրիր։ Միջից գեղեցիկ մի աղջիկ դուրս կգա։ Հենց որ քեզ կասի ապերիկ, ջուր տուր խմեմ, կտաս, և նա կմնա քեզ մոտ»։ Թագավորի տղան վերցրեց խնձորները ու գնաց։ Քայլեց, շատ ճանապարհ կտրեց նա, բայց ոչ մի տեղ ջուր չգտավ։ Երբ արդեն ծարավից պապակել էր, խնձորներից մեկը կտրեց, որպեսզի գոնե շրթունքները թրջի։ Խնձորի միջից դուրս եկավ մի գեղեցիկ աղջիկ և ասաց. «Ապերիկ, ինձ ջուր տուր խմեմ»։ «Չունեմ», ասաց թագավորի տղան։ Աղջիկն անհայտացավ։ Թագավորի տղան շարունակեց ճանապարհը։ Քիչ հետո կրկին ծարավեց նա և էլի մի խնձոր կտրեց։
Սրա միջից դուրս եկած աղջիկը ավելի գեղեցիկ էր։ «Ապերիկ, ինձ ջուր տուր խմեմ», կրկնեց նա նույն խոսքերը։ «Չունեմ», պատասխանեց տղան։ Սա էլ տեղնուտեղը անհայտացավ։ Տղան նորից ճամփա ընկավ, գնաց, հասավ մի ջրհորի։ Վերջապես հանգիստ սրտով կտրեց երրորդ խնձորը։ Միջից դուրս եկավ չնաշխարհիկ մի գեղեցկուհի։ Սա էլ նույն բանն ասաց. «Ապերիկ, ինձ ջուր տուր խմեմ»։ Թագավորի տղան տվեց, եւ աղջիկը մնաց նրա մոտ։ «Ուզում ես ինձ հետ ամուսնանալ», հարցրեց տղան։ «Ուզում եմ», պատասխանեց աղջիկը։ «Գիտես ուր եմ տանելու քեզ»։ «Չգիտեմ»։ «Քեզ տանելու եմ թագավորի պալատը։ Նստիր այս ուռենու վրա եւ սպասիր մի քիչ։ Ես գնամ թագավորական շքակարգի ետևից։ Սազանդարներ ու հարսանքավորներ էլ բերեմ, ոնց որ կարգն է հարսանիք անեք»։ Եվ թագավորի տղան աղջկան տեղավորեց ջրհորի մոտ բարձրացող բարդու վրա, իսկ ինքը ճամփա ընկավ։ Շատ ժամանակ չանցած մեկ էլ ջրհորին մոտեցավ մի գնչուհի։ Սա նայեց, զննեց աղջկան եւ հարցրեց. «Քույրիկ, ում ես սպասում այնտեղ»։ «Թագավորի տղային», պատասխանեց աղջիկը։ «Նա հիմա սազանդարներով ու հարսանքավորներով կգա ինձ կտանի հոր պալատը»։ «Դե որ այդպես է, սպասիր ես ջուրս լցնեմ եւ գնամ այստեղից, թե չէ թագավորական հարսանքավորների առաջ դուրս գալու տեսք չունեմ»։ «Օ, այնքան էլ դժվար է այս ջրհորից ջուր քաշելը, ուժս չի պատում»։ «Դու պարանը վեր քաշիր եւ դույլով ջուրը կգա», ասաց աղջիկը։ «Չեմ կարողանում, քույրիկ»։ «Սպասիր իջնեմ, օգնեմ քեզ»։ Աղջիկն իջավ։ Նա դուրս քաշեց դույլով ջուրը։ Գնչուհին լցրեց սափորները, հետո ասաց. «Գիտես ինչ, քույրիկ, եկ դու իմ շորերը հագիր, ես քոնը։ Այդպես նայենք ջրի մեջ, տեսնենք մեզնից ով է գեղեցիկը, ես, թե դու»։ Այդպես էլ արեցին։ Երբ կռացան, որ նայեն ջրի մեջ, գնչուհին չծնված աղջկան հրեց ջրհորը, իսկ ինքը բարձրացավ նրա տեղը, ծառի վրա։ Քիչ հետո հարսանքավորները եկան։ Թագավորի տղան նայեց վեր բարդու կատարին, բայց չճանաչեց աղջկան։ «Ինչու ես այդպես սևացել», հարցրեց նա։ «Արևից», պատասխանեց գնչուհին։ Հարսանեկան շորերը հագցրին եւ հարսին տարան թագավորի պալատը։ Մեծ հարսանիք արեցին։ Անցավ ինչքան ժամանակ, որ պիտի անցներ։ Թագավորի տղան մի օր ձին տարավ այն ջրհորը, որտեղ առաջին անգամ տեսել էր իր չծնված աղջկան։ Բայց ձին վախենում չէր ուզում ջրին մոտենալ։ Թագավորի տղան հրամայեց դատարկել ջրհորը։ Ուզում էր իմանալ, թե ձին ինչից էր այդպես վախենում։ Երբ ջրհորի ջուրը դատարկում էին, դույլի մեջ մի ոսկե ձկնիկ հայտնվեց։ Թագավորի մարդիկ ձուկը եփեցին ու տվեցին թագավորի տղային, որ ուտի։ Երբ ձկան փշերը դեն նետեցին, մի փուշ գնաց ընկավ պարտեզը թագավորի տղայի պատուհանների տակ։ Այդ փշից մի բարձրիկ կաղամախի աճեց, որը հասնում էր մինչև պատուհանը։ Հենց որ թագուհին գլուխը դուրս էր հանում լուսամուտից, կաղամախին իր բարալիկ ճյուղերով ծակում էր նրա երեսը։ Իսկ երբ թագավորի տղան էր հայտնվում, կաղամախին քնքուշ շոյում էր նրան։ Չար թագուհին հրամայեց կտրել ծառը։ Կտրելիս մոտ եկավ մի տատիկ։ Սա հավաքեց գոյացած թեփը, լցրեց տոպրակն ու տարավ տուն։ Թեփիկներից մեկը շատ դուր եկավ տատիկին, եւ նա դրեց դարակի վրա։ Երբ տատիկը դուրս էր գալիս տնից, թեփիկը վեր էր ածվում սիրուն աղջկա։ Ավլում մաքրում էր 4 կողմը ու նորից թեփիկ դառնալով ելնում էր դարակի վրա։
Ամեն օր տատիկը Սարից վերադառնալով մնում էր զարմացած, թե ով էր իր տուն ու տեղն այդպես մաքրում։ Նա հաճախ ասում էր. «Հեյ դու, որ այդպես լավ իմ գործերն անում ես, ցույց տուր քեզ, տեսնեմ ով ես։ Եթե տղա ես, ինձ որդի եղիր, եթե աղջիկ ես, դստրիկ կլինես»։ Աղջիկն ամեն ինչ լսում էր, բայց ոչինչ չէր ասում։ Մի առավոտ տատիկը մտավ դռան ետևը ու թաքնվեց։ Հենց որ աղջիկն իջավ դարակից, տատիկն իսկույն վրա տվեց. «Կաց աղջիկս, ինձ դստրիկ եղիր»։ Եվ ապրում էին տատիկն ու աղջիկը հարազատ մոր ու դստեր պես։ Մի անգամ պատահեց այնպես, որ թագուհու մանյակը պոկվեց։ Տերության բոլոր աղջիկները հավաքվեցին, բայց ոչ ոք չկարողացավ մանյակի մարգարտյա ուլունքները ոնց որ պետք նշարել։ Հերթը եկավ տատիկի աղջկան։ Սա գնաց պալատ ու տեղավորվեց թագավորի ոտքերի առաջ դրված մինդարին։ Բոլոր պալատականները եկան հավաքվեցին նրա շուրջը։ Ինչքան որ գեղեցիկն էր տատիկի աղջիկը, մտնելով թագավորի շքեղ պալատը, ավելի էր գեղեցկացել։ Բոլորը շշմել էին նրա գեղեցկության վրա և հմայված աչք չէին կտրում նրանից, իսկ նա հանգիստ ուլունք առ ուլունք շարում էր և պատմում։ Ժամանակին մի թագավորի տղա կար։ Նա մի տարօրինակ աղբյուր սարքեց իր համար։ Այդ աղբյուրից մեղր ու կարագ էր հոսում։ Այսպես, առանց դադար տալու աղջիկը սկզբից մինչև վերջ պատմեց իր գլխին եկածը։ Երբ հասավ այն տեղը, թե ինչպես գնչուհին իրեն գցեց ջրհորը, թագավորի տղան ցատկեց տեղից։ Նա գնաց, գրկեց տատիկի աղջկան և ասաց. «Հիմա ամեն ինչ հասկացա, իմ կինը դու ես լինելու»։ Եվ թագավորի տղան ամուսնացավ գեղեցիկ աղջկա հետ։ Գնչուհուն էլ վռնդեց 9-10 տերություն հեռու։